Զանգեզուրի միջանցքը տված է, թուրքերին արդեն պայմանագրեր են կգում այդ ճանապարհին ում հետ ինչ պետք է բերեն տանեն, ոնց որ իրանցը լինի, իրանք ավելի շատ է խառնված։ Հիմա ԿՊ-ին ասես, Փաշինյանին ասես, պետք է ասի նախկիններն են մեղավոր։ Արցախի հարցը թող նախկինները լուծեին, եթե կարային, Զանգեզուրի հարցը, չգիտեմ, թող նենց լուծեին, որ սրանք ձեն չանեին։ Հետաքրքիր է ինքը գար ինչ աներ, իրենք գային ինչ անեին, միայն թալանեին։ Թալանին բան չեմ ասում, ջանամ չկթալանում, երկիրը պահեք։ Իրենք ինչ անում են, վերջը ասում են, թող նախկիններն են մեղավոր, կամ թող նախկինները լուծած լինեն։ Միշտ արտաքին քաղաքականությունը պետք է լինելու, միշտ ներքին քաղաքականությունն խնդիրներ լինելու են, թե արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության։ Ու միշտ եկեղեցի պետք է լուծի։ Բա ինչ է ինքը, կարող ուսուցիչա գապտի դաստա, խանութ պանաբան վաճառի, իրա գործն է։ Ու թող չբացատրի ինչի է սենց, ինչի է նենց, խնդիրները միշտ առաջանում են, իրա գործն է խնդիրները լուծել, ոչ թե մեզ բացատրել ինչի է այս ձև կամ ինչի է այն ձև։ Եթե չէիր կարողանում Արցախի հարցը լուծեիր, Զանգեզուրը պահեիր, թողեր գնայր ուրիշները գային։ Լավ են պահել, վատ են պահել, պահել են։ Ինչ թուղթ են ստորագրել, ինչ թուղթ չեն ստորագրել, փաստացի մերն է եղել։ Այսա Զանգեզուրի միջանցքը կտան, կասեն նախկիններն են մեղավոր, Երևանը կտան, կասեն նախկիններն են մեղավոր։ Թող թուրքերի հարցերը լուծեին, թող գնային Բաքուն վեցնեին, թուրքեր չներ, հարցեր չլիներ։ Իրանք եկային, պարզապես վայել էին։ Ինքը եկել է միայն պետական պետության վերան նստի, ուտի, խմի, ֆրֆրա, երևակայի, լակոտի նման ցույց են տալի, տեսեք ինչ լավ են կապում, նախանձեք, չեք նախանձում, չեք նախանձում, չեք նա քեզ որ տեսնում եք ինչ ես ամ, չեք նախանձում, ես կկախվեի, այսքան արհավիկ բերեի իմ երկրի վրա, կկախվեի, նախանձելու բան չունեմ, ոչ գիտելիք ունեք, ոչ մարդ եք հոգով, ձեր ինչին նախանձեմ։ Ես անգամ զարմանում եմ համ Էրդողանի կնոջ վրա, համ զարմանում եմ Ալիևի կնոջ վրա, դες դուք կին եք, ես չի կարա իմ կողքս տենց մարդ է, որ մարդ է սպանում, երեխա է սպանում, արհավիկ է բերում, ես չի կարող ապրել, չի կարող թույլ տալ անգամ ինձ մատով կպնեին, իմ համար դրանք մարդ չէին, այլանդակ էին, սրանց մտածում են իրենց նախանձում էին, այն անտիլոպային ման լիքը փոխտանք, խեղտվեք, բայց մեկը մարդ չեք դառնա, միևնույն է ձեզ նորմալ մարդը չի նախանձի, այն գեղացի անգրագետը կնախանձի, որտեղ բան չի հասկանում, ստեղ ընդեղ եք գնում, այս այն շորն եք հագնում, մի համար արդեն մեծ բան է, այն դա ինքը կնախանձի, բայց նորմալ մարդը չի նախանձի։ Հա, այսա եկեղեցու հարցներ լուծեք, Երևաններ տվեք ու հետո ասեք նախկիններն են մեղավոր։ Ինչի, չգիտեմ, ինքը գնում ստորագրում է, նա ասում է նրանք են մեղավոր, նես փաստաթղթեր կային, չգիտեմ, չես կամ հել գնա, այ մարդ։ Յո։ Քեզ թվում է կոռուպտ է եկեր։ Ամբողջ հանրապետության համար պատասխանում ես, ամեն մարդու համար պատասխանատու ես։ Անգամ երկրի հայերի համար ես պատասխանատու, որ ազգությամբ հայեր են, բայց քաղաքացի չեն Հայաստանի։ Իրան դրել է շուտով ոչ բան պատասխանատու չի կրում։ Գերագույն, չգիտեմ ինչն է պատերազմի ժամանակ, կասկածող են փնտրում, բայց պարտվում է այդ ժամանակ ինքը պատասխանատու չի։ Ղեկավարը ղեկավարում է, ինչ ուզես անում է, հետո պատասխանատու, բայց ինքը չի, ինքը մեկ ղեկավարն է։ Պատասխանատուները ուրիշներն են։ Կարգին գշե պետ դներ, ով է դնում, կարգին պաշտպանության նախարար դներ, ով է դնում, քո մեղքն է։ Յո։ Չէ, ամերկը չէ, այն սահմանությունները փոխել են, արդեն զինված ուժերն են պատասխանատվություն կրում տարածքային ամբողջականության մասին։ Առաջ նախագահն էր կրում պատասխանատվությունը, հիմա գշն, ոչ պետը, ոչ նախարարը պաշտպանության, ոչ գշի պետը, այ զինված ուժերը։ Այն 18 տարեկան երեխա են։ Ինքը ղեկավարում է, գերագույն ինքն է, կասկածող եմ փնտրում, հետո վերջը ասում է բանը մեղավորն է,